Տնտեսական աճ զգում եք։ Ահա, զգում ենք։ Դե այս պայմաններում աշխատատեղ չկա, հասկացանք, բայց համեմատում եմ առաջվային տարիներին լավ ենք ապրում։ Ուրեմն աճ կա, էլի։ Չեմ զգում։ Եթե զարգացում էլ կա, հետ զարգացում եմ տենում մենակ։ Բոլորովին բացարձակ։ Ինչու եք այդպես ասում։ Դե ինչ տեսնում ենք են ենք ասում։ Որևէ Դուք լավ եք, ժողովուրդ ջան։ Բոլորովին ոչ մի առաջընթաց, հակառակ հետընթաց ենք ապրում։ Դե առաջ գնալ այնա, որ հիմա որոշ չափով էլի գործի բանի տեղ ալում, աճում մարդիկ ջահելություն աշխատում են։ Մեծ փոփոխություն կա էլ որոշ չափով։ Այսինքն լավ է։ Դե միջակ։ Եթե տենց է որ գնա լավ է։ Ոչ ըստի տնտեսական աճ կա, ոչ էլ ապրելակերպ, ոչ մի միջոց չկա։ Չէ։ Ինչու։ Քանի գնում ավելի այստեղ թանգանում է, ինչի մասին կարող է տնտեսական աճը։ Ժողովրդի տենց լավ Ավելի վատ են ապրում։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև ես տեղից չեմ, ես այստեղ չեմ ապրում։ Արդեն 23 տարի Ռուսաստանում, ինձ թվում է չեն ապրում, գոյատևում են։ Ընդամենը։ Մեր քաղաքում ոչ։ Հանրապետությունում կա, բայց մեր մոտ չկա, գործարանը փակ։ Այդ մի գործարանի հուսին ենք մենք քաղաքը ապրում, չի աշխատում, ուրիշ բաներ չկա, ծրագրեր չկա, որ հետագայում գոնե գործարանը ասում են քանդամաբանաշարկումը դա։ Հանրապետությունում առաջինը որ խաղաղությունն է, մարդիկ իրանց սեփական միջոցներով բիզնես են դնում, ամենը տարբեր բաներով, այդպես հայրեվում է, թե գյուղատնտեսությունը, թե արդյունաբերությունը, նոր տեխնոլոգիաներով են բաներ դնում, նորմալ է, եթե խաղաղությունը երկարի լի, մարդիկ մի բան կստեղծենք էլ ունենք, տարբեր բիզնեսներ, փագա, սպասում ենք, տնանք ես խաղաղության պայմանագիրը որ կնքվի, լավ կլի, ջահելին գործեր կդնեն։ Плохо, особенно здесь. Я здесь бывала, часто. Именно здесь плохо, я так думаю. Տնտեսական աճ զգում եք։ Ոչ։ Ինչու։ Ոնց զգաս։ Չկա։ Չկա։ Ոչ մի բան, լավ բան չկա ընդհանրապես։ Ինչի եք այդպես վատատես։ Դե տենց է, հիմա մեկ հոգի եթե լավ են ապրում, դա չի նշանակում, որ կա աճ, կա լավ կյանք։ Չկա։ Դու ես Սուրիայում գնում որից իմանամ։ Ես որպես սանային կայանցի շատ եմ զգում, մանավանդ վարչապետի կողմից։ Երեգել եկելա, կներես ես խցկվեցի, բայց չեմ կարող ասեմ, շատ շնորհակալ ենք Իրանից։ Ինքը շատ լավ անձնավորություն է։ Երեկ եկավ մեր սանային կայարան, շատ լավ ընդունեցինք, շատ թորնիկս դացելու միստար պարոն Փաշինյանին տենամ։ Ամբողջ օրը դրանը պահելա, վերջապես հասանք, տեսանք։ Շատ լավ մարդ է, մեր սանային կայարանը, ով ինչ ուզում ասի, այդ ջրի տակ մնացած շենքերին, բոլորին ամեն ձևով ապահովեց, մի մարդիկ մտել են իրանց բնակարանները, ապրում են, քյասի հարուստ հավասար են։ Ով կբողոքի, ես իմ տեղն եմ ասում, անձամ ես շնորհակալ եմ այդ մարդից, այդքան։ Իսկ տնտեսությունը մեր զարգանում է, մեր երկրում արդեն լավ է, Մեր ռայոնում չէ, Ալավերդին ամեն ինչից զուրկ է, ես չեմ ասի, տեսեն էլ եմ ասում, ըստեղ ոչ մի աշխատատեղ չկա, քանի կարի ֆաբրիկա բացեցին, մի քանի ամիս աշխատեց ու փակվեց, այնքան երիտասարդ կադրեր ունենք, որ երան են տալի աշխատելու, ստեղ չգիտեմ քիչ չի ստացվում, այ մի քիչ այդ աշխատատեղերի համար, որ մի քիչ ժողովրդի համար ստեղծեն, շատ լավ, այդ տնտեսությունը այդ վաղ կզարգանա մեր Ալավերդում, մնացած հարցերում Ինչի չդիմեցիք, քանի որտեվ այնքան մարդ կար մոտը, չհասցրինք, որ մոտիկից տենանք, անմիջապես համ ժողովուրդը այդ 12-րդ շենքը, որ ջրի տակ պետք է քանդվին, հիմնականում այդ ժողովուրդն էին, որ իրանց կարևոր մարդիկ էին, դրա համար մենք առաջ չգնացինք։ Բայց էլ եմ ասում, ես որպես Հայաստանի քաղաքացի, անձամ ես շատ եմ հավանում այդ մարդուն։ Ես ոչ թե կողմնապաշտություն եմ անում, ես իր արած աշխատանքի արդյունքն եմ ասում։ Այսքան բան ազատ։